սկսած տարբեր ժամանակահատվածներում, բայց որևէ հաջողություն չի գրանցել այդ հարձակումները, եւ ես նորից եմ կրկնում, որ որևէ հաջողություն չի գրանցելու նաեւ այս անգամ մեզ պետք է միասնականությունը վերականգնել եւ համախմբել եկեղեցու շուրջ, որովհետեւ այս պարակտիչ գործողությունները, որոնք իրականացվում են եկեղեցու ներսում արդեն, սա վերջնական այն պարակտման գործընթացն է, որը կբերի տրամաբանական ավարտին Հայաստանի Հանրապետության այս երրորդ հանրապետության, որը ունենք մենք եւ Նիկոլ Փաշինյանի երազանքը 4-րդ հանրապետության մասին արդեն կիրականանա, որովհետև ըստ էության մենք կունենանք ապամոնտաժված հայ առաքելական Սուրբ եկեղեցի, մենք կունենանք ապամոնտաժված գաղափարախոսություն, մենք չենք ունենա Հայաստան, էլի, ունենանք ապամոնտաժված Հայաստան, եւ մենք մեր պայքարը պետք է շարունակենք միասնական դաշտում, պետք է վերջ տանք սևերի եւ սպիտակների հասարակությունը եւ վերականգնենք միասնականությունը։ Տեսեք, կա տեսակետ, որ երեք եպիսկոպոսների